Հղիության ընթացքում թույլատրվում է մազահեռացում կատարել։ Ինչ եք կարծում։ Ինչ է ասում այդ մասին բժշկությունը։ Կախված է մազահեռացման տեսակից, ավանդական մազահեռացման մեխանիկական եղանակները թույլատրելի են հղիության ընթացքում, սակայն ինչ վերաբերվում է լազերային մազահեռացման տարատեսակներին, այստեղ մենք չունենք լայնածավալ հետազոտություններ եւ չենք կարող փաստել, որ տվյալ մազահեռացումը անվտանգ է հղիության ժամանակ, դրա համար ցանկալի է զերծ մնալ նման մազահեռացման եղանակներից ու մեթոդներից։ Գեղեցկության թեման շարունակում ենք։ Հղիության ընթացքում արևայրուք ընդունելը արգելվում է կտրականապես։ Մենք հիմա լողափերում եւ լողավազանների մոտ տեսնում ենք հղիների, մայրիկների ապագա ինչ է պետք է արդյոք պաշտպանվել ու փախնել արևից, թե ընդունել արևայրուք։ Հղիության ընթացքում արևայրուք ընդունելը կտրականապես արգելված չէ, սակայն պետք է իմանալ, որ ցանկալի է խուսափել արևի ճառագայթներից հստակ ժամերի, մոտավորապես առավոտյան 9-ից 10-ից մինչև ցերեկվա ժամերին 2-3 պետք է խուսափել արևի ճառագայթների տակ լինելուց, որովհետև այս ընթացքում դրանք առավել վնասակար են եւ պետք է միշտ հիշել, որ հղի կնոջ մաշկը առավել զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ ու օգտագործել համապատասխան բարձր պաշտպանիչ գործոնով արևապաշտպան միջոցներ։